Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասին գլխավոր դատախազության միջնորդագրի քննարկումը խորհրդարանում շարունակվեց թեժ բանավեճերով։ Ընդդիմության եւ իշխանության ելույթները ի տարբերություն նախորդ օրվա շատ ավելի քաղաքական հնչերանգ ունեին։ Նախ ընդդիմությունից Արմենուհի Գյուրեղյանն իր խոսքում վարչապետի անունը տալիս հնչեցնում էր սկզբնատառերը, ինչն էլ ազգային ժողովի խոսնակին ստիպեց կոռեկտության կոչ անել։ Բան պետք է լինի, էլի կոռեկտություն։ Հիմա իրար սկսենք առաջի տառերով ասել, հա։ Կոռեկտության կոչ անելու ձեր լիմիտը սպառել եք, հատկապես երեկվա ձեր ղեկավարի այս ամբիոնից երկրի ղեկավարների հասեին հնչեցված վիրավորական արտահայտությունները չզսպելու եւ չգնահատելու առումով։ Ես երկրորդում եմ վարչապետի երեքստեղ հնչեցված բոլոր արտահայտությունները։ Ուրեմն այդ բոլոր արտահայտությունները վերադարձվում են ձեզ եւ ձեր շեֆին։ Դրա պատասխանը տրվել է, կգաք կբանավիճենք, մնացած տեղեր բանում պարագայում հանգիստ նստեք տեղներ, այդ բոլորը։ Հանգստության կոչերը շարունակվեցին հատկապես խմբակցության ղեկավարի ելույթի ընթացքում։ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ընդդիմադիր падգամավորների այն մեղադրանքներին, թե Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը ավտորիտարիզմի դրսևորում է։ Օրինակներով հիշեցրեց ընդդիմության նման վարքագիծը։ 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր, բայց դա է ավտորիտարիզմը, այդ ձեր ցավը տանեմ։ Ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է։ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ Հովիկ Աղազարյանին, համեմատություն արեց։ Ընդդիմությունը նրան օգտագործում է այն տաշեղի նման, որով կրակն են բոցավառում։ Այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել, որի իդեպ պաշտպանությամբ բոլորի վերջերս դուք ոչ վաղանցյալում զբաղվում էիք։ Մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր եւ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ճիշտ է, զուգարաններում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջորյան։ Աղազարյանը ի տարբերություն ընդդիմության, որը Կոնջորյանի ելույթին արձագանքում էր տեղից, ելույթում անդրադարձավ բոլոր հարցերին։ Իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործել եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը, որ կայանում է, չդառնա բռնապետություն։ Իհարկե, դեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների իշխանության հետ, շատ ճիշտ է։ Բայց եթե ես եմ արել ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել, ուրեմն մի ծախեք իմ վրա իմ արածը։ Պատգամավորները նաև հարցեր ուղղեցին գլխավոր դատախազին պարզելու միջնորդագրում ներկայացված մեղադրանքների հիմքերը։ Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև քննադատություններին, թե ինչու ավելի վաղ չի եկել ազգային ժողով։ Նշեց, եթե 1 տարի առաջ գար, առանց վերոնշյալ գործողություններն անելու միանգամից մերժելու էին։ Հայտնեց, որևէ պատգամավորի վերաբերյալ գործով երբևէ խափանման միջոցի մասով հարցադրում ազգային ժողովի առաջ չի բարձրացրել։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այնուհետև գլխավոր դատախազը ներկայացրեց նույն նպատակով պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի միջնորդագիրը։ Ինչպես Տարոն Մարգարյանը, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկը հարցի քննարկմանը ներկա չէր։ Իսկ միջնորդագիրը պարունակում է մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի։ Ներկայացվող մեղադրանքը պարունակում է քրեական օրենսգրքի 3 հոդված՝ հողերի լվացում, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկել։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների։ Ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2 է։ Եվ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն։ Հետևաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական հաճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն
հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ Գաղտնի քվեարկության արդյունքներն ազգային ժողովի նիստին հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկության համաձայն Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 падգամավոր դեմ 2։ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 падգամավոր։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։